Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԱՄՆ Իրան բանակցությունները հասել են կրիտիկական կետի։ Վաշինգտոնը պնդում է, գործարքը կարող է լինել պատմական։ Թեհրանը արձագանքում է կոշտ եւ կասկածամիտ։ Իրանական կողմը պահանջում է պատժամիջոցների ամբողջական վերացում։ Ամերիկյան կողմը չի պատրաստվում գնալ այդքան հեռու զիջումների։ Միջազգային դիտորդները խոսում են վերջին հնարավորության պատուհանի մասին։ Յուրաքանչյուր ժամ կարող է փոխել իրավիճակը, իսկ տարածաշրջանը սպասում է խաղաղություն, թե նոր պայթյուն։ Պարսից ծոցում իրավիճակը արագորեն վատթարանում է, ԱՄՆ-ն ուժեղացրել է ծովային վերահսկողությունը, նավերը կանգնեցվում եւ ստուգվում են, Իրանը սա անվանում է տնտեսական պատերազմ, նավթի գները արդեն կտրուկ աճել են, ասիական շուկաները արձանագրել են խուճապային անկում, Եվրոպան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի մասին, աշխարհը մոտենում է վտանգավոր սահմանագծի։ Իրանի իշխանությունները հանդես են եկել կոշտ հայտարարություններով։ Նրանք հայտնել են ճնշման տակ ոչ մի պայմանագիր չի լինելու։ Խորհրդարանում ձևավորվել է միասնական դիրքորոշում։ Բանակցությունների ձախողումը արդեն դիտարկվում է որպես իրական սցենար։ ԱՄՆ-ի պահանջները համարվում են անընդունելի։ Դիվանագիտական լեզուն փոխարինվում է սպառնալիքներով։ BBC-ի հաղորդմամբ իրավիճակը մոտ է փակուղուն, իսկ տարածաշրջանում լարվածությունը աճում է ժամ առ ժամ։ Եվրոպական միությունը քննարկում է սեփական անվտանգային համակարգ ստեղծելու հարցը։ Միացյալ Նահանգներից կախվածությունը դառնում է քաղաքական խնդիր։ Ֆրանսիան եւ Գերմանիան առաջ են մղում անկախ բանակի գաղափարը։ Հյուսիսատլանտյան դաշինքում նկատվում են լուրջ տարաձայնություններ։ Մերձավոր Արևելքի ճգնաժամը արագացնում է որոշումները։ Եվրոպան փորձում է դառնալ ինքնուրույն ուժային կենտրոն, սակայն հարցը դեռ հեռու է վերջնական լուծումից։ Աշխարհը կարող է փոխվել ռազմավարական մակարդակում։ Ուկրաինայի պատերազմը մտնում է նոր դիվանագիտական փուլ։ Արևմտյան երկրները քննարկում են Կիևին տրամադրել ոչ միայն ռազմական օգնություն, այլ նաև երկարաժամկետ անվտանգության համակարգային երաշխիքներ։ Սա նշանակում է, աջակցությունը կարող է դառնալ ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ ձևաչափով ամրագրված։ Միացյալ Նահանգները եւ մի քանի եվրոպական երկրներ քննարկում են բազմամյա պաշտպանական ծրագրեր, ինչը Ուկրաինան ներկայացնում է որպես իր ռազմավարական գոյության կարևոր երաշխիք։ Ռուսաստանը իր հերթին հայտարարել է, նման քայլերը երկարացնում են հակամարտությունը։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով փակ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի շրջանակում։ Ասիական երկու գերտերությունների միջև լարվածությունը կրկին աճել է։ Հիմնական պատճառը սահմանային նոր դիրքային փոփոխություններն են Հիմալայներում։ Հնդկաստանը հայտնել է, որ նկատվել է չինական զորքերի լրացուցիչ տեղաշարժ։ Պեկինը դա անվանել է սովորական ռոտացիա, սակայն Նյու Դելին չի վստահում այդ բացատրությանը։ Միջազգային վերլուծաբանները խոսում են լուռ, բայց վտանգավոր էսկալացիայի մասին։ BBC-ի տվյալներով տարածաշրջանում ակտիվացել են ռազմական անօդաչուները։ Իրավիճակը կարող է արագ փոխվել առանց նախազգուշացման։ Աֆրիկյան մերձամաքում ուժային պայքարը նոր փուլ է մտել։ Ռուսաստանի Դաշնությունը մեծացրել է իր ռազմական եւ տնտեսական ներկայությունը Սահելում։ Չինաստանը շարունակում է ներդրումները ենթակառուցվածքներում։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փորձում են հակազդել դիվանագիտական ծրագրերով։ Reuters-ի տվյալներով մի քանի երկրներում աճում է քաղաքական անկայունությունը։ Տեղական կառավարությունները փորձում են հավասարակշռություն պահել, սակայն ազդեցության պայքարը գնալով ավելի բացահայտ է դառնում։ Աֆրիկան վերածվում է գլոբալ մրցակցության կենտրոնի։ Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը կրկին լարվել է։ Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ։ Կառավարության մասամբ փակման ռիսկը մեծանում է։ CNN-ի տվյալներով քննարկումները մտել են փակուղի։ Սպիտակ տունը փորձում է միջամտել բանակցություններին, սակայն կողմերի դիրքորոշումները կտրուկ տարբեր են։ Ֆինանսական շուկաները հետևում են իրավիճակին լարվածությամբ։ ԱՄՆ ներքին ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ նաև արտաքին քաղաքականության վրա։ Եվրամիությունում կրկին խորանում են տարաձայնությունները միգրացիոն քաղաքականության շուրջ։ Հարավային երկրները պահանջում են ավելի մեծ աջակցություն։ Հյուսիսային երկրները խստացնում են իրենց դիրքորոշումը։ Guardian-ի տվյալներով քննարկումները մտել են փակուղի։ Գերմանիան փորձում է միջնորդել կողմերի միջև, սակայն միասնական համաձայնություն դեռ չկա։ Սա ստեղծում է քաղաքական լարվածություն
Եվրոպական միության ներսում։ Միգրացիոն ճգնաժամը կրկին դառնում է Եվրոպայի հիմնական խնդիրներից մեկը։ Ռուս-ուկրաինական պատերազմի դինամիկան փոխվում է։ Ճակատում մարտերը դարձել են ավելի ցրված եւ երկարատև։ Ռուսական կողմը փորձում է պահել ճնշումը ռազմավարական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինան ուժեղացնում է հակահարվածները անօդաչու համակարգերով։ Երկու կողմերն էլ հարմարվում են երկարատև հակամարտության իրականությանը։ Արևմուտքը շարունակում է ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Կիևին, սակայն ռազմաճակատում արագ փոփոխություններ չեն արձանագրվում։ Վերլուծաբանները խոսում են կայուն պատերազմի նոր փուլի մասին։